Բարև ձեզ։ Սրանից մի քանի օր առաջ իմ ստորիներով ձեզ հորդորեցի, որ մեր շփումը ավելի ինտերակտիվ սարքենք ու շատ շնորհակալ եմ ձեր արձագանքների համար, բավականին ակտիվ գտնվեցիք ու միասին քննարկումների արդյունքներում ընտրվեցին մի քանի թեմաներ, որոնք որ ոնց որ ձեզ ավելի շատ էր հետաքրքրում։ Այդ մի քանի թեմաները, որ ես առանձնացրել էի, դա մտքի ուժն ու մանիֆեստացիան էր, ով եմ ես, ունեմ առաքելություն թե ոչ, եւ ինչու է մեկի մոտ հաջողվում, իսկ մյուսների մոտ ոչ այդքան։ Դրեցինք քննարկման, թե որ թեմաներից եք ուզում սկսենք ու ամենաշատ ձայներ հավաքած թեման դուրս եկավ մանիֆեստացիան, իհարկե այդպես էլ սպասվում էր, որովհետեւ մանիֆեստացիան միշտ բավականին շատ հետաքրքրություն է ունենում ժողովրդի մոտ։ Իմ դուրը ճիշտն ասած այդքան էլ չի գալի այդ ֆակտը, որովհետև այն տիպի տպավորությունն է, որ մարդկանց թվում է, թե այդ մանիֆեստացիայի գաղտնիքին տիրապետելով վերջ արդեն բոլոր իրենց խնդիրները վերանալու են։ Դրանում իհարկե ժողովուրդը չեն մեղավոր, այլ կան մարդիկ, ովքեր որ փորձում են հենց այդպես էլ վաճառել այդ մանիֆեստացիայի գաղափարը իրենց տրեյնինգներով ու իրենց գրքերով։ Ես ինքս ունեմ իմ հաստատուն կարծիքը մանիֆեստացիայի հետ կապված, կարամ անգամ ասեմ համեստորեն, որ բավականին լավ է ստացվել միշտ այդ մանիֆեստացիան իմ մոտ։ Երևի ինչ ցանկություններ ունեցել եմ կյանքում, բոլորը մանիֆեստ եմ կարողացել անել։ Մի մասը տաղանդ է ոնց որ եղել, այսինքն բնածին ոնց որ բնավորության գծերից մեջ է եղել, մի մասը ընթացքում ձեռք բերեցի ավելի շատ ոնց որ գրքեր ու կարդալով, ուսումնասիրություններ անելով, հաջողակ մարդկանց հետ անձամբ զրուցելով կամ չգիտեմ բիոգրաֆիաներ ուսումնասիրելով։ Մի խոսքով, ես այսօր կփորձեմ ձեզ փոխանցեմ այն ամենը, ինչը որ ես մտածում եմ մանիֆեստացիայի մասին։ Ուրեմն առաջի անգամ, որ ես լսեցի մանիֆեստացիա հասկացողության մասին, երևի հենց այդ Secret գրքից էր, վստահ եմ շատերը եք հենց այդ գրքից ձեր առաջի պատկերացումները կազմել մանիֆեստացիայի մասին։ Հիշում եմ հենց երեկվա պես, թե ոնց եղավ, որտեղ էի, որ դիտեցի այդ, այսինքն գիրքը չէր, այլ բաններ, այդ կես ժամանոց թե 45 րոպեանոց այդ ֆիլմն էր։ Այդ ֆիլմը նայելու ընթացքում այնքան կլանված էի նայում ու այնքան շատ լուրջ ոնց որ հոգու թրթիռներ առաջացրեց։ Ահագին բաներ տեսա, որ ինքս արդեն կիրառել էի ու այդ կիրառելով ահագին էլի հաջողությունների հասել էի, իսկ որոշակի տեխնիկաներ էլ հենց այդ ֆիլմը նայելուց ընդօրինակեցի ու սկսեցի օգտագործել։ Ասեմ ձեզ, եթե կարծում եք, որ մենակ այդ գիրքը կարդալով կամ ֆիլմը նայելով կարողանալու եք ասենց սկզբից մինչև վերջ տիրապետել մանիֆեստացիային ու ձեր բոլոր հարցերը լուծվելու են, ինձ թվում է դուք արդեն հասկանում եք, որ դա այդպես չի, որովհետև շատ են դիմում, որ չգիտեմ, ամեն ինչ ոնց որ գրքում ասվում է, մենք անում ենք, բայց չի ստացվում, նորմալ է, այտենց էլ պետքա լինի, որովհետև Եկեք մի բան հասկանանք, ժողովուրդ ջան, մենք ոնց որ կարողանում ենք մեր ցանկությունները մանիֆեստ անել։ Մենք նաև մանիֆեստ ենք անում մեր վախերն ու մեր կասկածները։ Ու քանի դեռ դուք չեք մաքրել ձեր մեջի այդ նեգատիվից, այն բացասական երևույթներից, որոնք որ խանգարում են ձեր ուզածին հասնելու, դուք ոնց որ այդ անգլերեն ասում են self-sabotage, այսինքն դուք ինքներդ ձեր ուղին սաբոտաժի եք ենթարկում։ Կարող եք, չգիտեմ, 9 բան ճիշտ, ձեր ժամանակը, էներգիան ներդնեք այդ մեդիտացիաներով, այդ մանիֆեստացիայի այդ ամեն քայլը ճիշտ կիրառելով փորձեք հասցնել վերջնակետի ձեր մանիֆեստացիան, բայց ասենք մի հատ փոքր մի բան ձեր մեջ չկարողանաք մաքրեք ու դրա պատճառով չստացվի ձեր այդ մանիֆեստացիան, Դες առաջ գնամ ու ասեմ, որ այդ մեր երրորդ ընտրած թեման էլ, թե ինչի է լինում, որ մի մարդկանց մի մասի մոտ ամեն ինչ ստացվում է, իսկ մնացածի մոտ չի ստացվում, էլի հենց վերջում գալի հասնում է դրան, այսինքն մի հատ ինչ-որ ասենց խանգարող մի բան կա մարդկանց մեջ, որոնք որ կարող այդքան շատ ակնհայտ չեն առաջին հայացքից, բայց
ոնց որ հոգեբանական ինչ-որ մի հատ բլոկ, ինչ-որ մի հատված են երեխան վաղտվանից եկացած, որ ինչքան էլ իրան կարող է իրանց դերը խաղալու շատ ինքնավստահ ու սենց հաստատուն էության դեր են խաղում, բայց իրանք իրանց հոգու խորքում ունեն այդ անվստահությունը, ունեն ասենք այդ չգիտեմ, այդ արդյոք ես արժանի եմ դրա, հա, այդ զգացմունքը ու դա հենց դառնում է պատճառ, որ իրենք իրանց խանգարում են։ Մանիֆեստացիան բաղկացած է 4 ոնց որ կարևորագույն փուլերից։ Առաջինը ոնց է այդ ամեն ինչը լինում։ Ուրեմն առաջի փուլը ինքը լինում է որպես միտք, հա, այսինքն միտք, ցանկություն, ինչ որ միտեղից ցակում այդ միտքը ձեր ուղեղում։ Շատ կարևոր է կամ կարող եմ ասեմ պարտադիր է, որ այդ միտքը էմոցիոնալ դաշտով անցկացնելուց դուք ապրեք սենց հրավառվում, հա, այսինքն սենց սիրարվեք այդ մտքի վրա։ Մանավանդ, չգիտեմ, օրինակ ասենք քիչ ավելի հասուն տարիքում, օրինակ ասենք ինձ մոտ շատ հազվադեպ են այդ տիպի մտքեր առաջանում, որովհետև մի խոսքով շատ հազվադեպ է լինում, որ այդ տիպի միտք առաջանում, որը որ ինձ sense հրավառում է, որովհետև եթե հանկարծ այդ տիպի միտք առաջացավ ու ես կարողացա հրավառվեմ, ուրեմն ոչ թե 99%, 100%-ով այդ միտքը իրականություն է դառնալու իմ համար, ես ինքս արդեն դրանում գիտեմ, էլի, ես իմ անցած փորձով իմ ճանապարհով ես հասկանում եմ, որ մենակ ինձ պետք է այդ միտքը կարողանա ինձ բանանի, հրավառի, եթե հրավառեց արդեն ինքը իրականություն է։ Առաջի քայլը միտքը այն տիպի միտք պետք է անցնի, որ ձեր էմոցիոնալ դաշտում ձեզ հրավառի, անպայման գործողություն, հա, մենակ, չգիտեմ, այդ միտքը ունենալով ու sense այդ visualize անելով, այսինքն sense մենակ այդ միտքը ապրելով դա չի կարողանում իրականություն դառնալ, անպայման գործողություն է պետք է, այսինքն դուք պետք է պատրաստ լինեք, այն կարգինքը ձեզ պետք է հրավառի, որ դուք պատրաստ լինեք գործողության, կոմֆորտից զոնայից դուրս գալու, չգիտեմ, ասենք, եթե հարկավոր է ինչ-որ մի հատ նոր տրեյնինգի գնաք մասնակցեք, ինչ-որ նոր կուրսեր վերցնեք, աշխատանք փոխեք ձեր, կախված ձեր այդ ցանկությունից, հա, պետք է պատրաստ լինեք ինչ-որ որոշակի զողողությունների գնաք։ Գործողությունը պարտադիր պայման է, դա երրորդ կետն է։ Չորրորդ կետը դա հանձնվելն է, այսինքն անվերապահորեն հավատալ, որ անպայման դա իրականություն է դառնալու։ Այդ չորրորդ կետում է, որ մարդիկ մեծ մասամբ սխալն են գործում, չեն կարողանում անվերապահորեն հանձնվել։ Հիմա մի քիչ ավելի մանրամասը, հա, ուրեմն միտքը առաջացավ, կարող եմ եկեք ես իմ կյանքի օրինակներից ոնց որ ձեզ վերեմ, որ ավելի հեշտ ընկալելի լինի։ Ուրեմն երիտասարդ տարիքում ազատ ժամանակ որ ունենում էի, կամ անգամ ազատ ժամանակ էլ չէ, իմ այդ առաջին բիզնեսներից մեկը, ոնց որ fast food ռեստորան էր, ու շատ հաճախակի այդ թռուցիկները, այդ ռեստորանի, այդ առավոտյան տենց մի քանի աշխատողների հետ դուրս են գալի ու տենց այդ տարածքի այդ փողոցներով քայլում էինք ու ոնց որ դնում էինք այդ տաների դռների վրա։ Սեփական ոնց որ այդ տաների փողոցներում պտտվելու ժամանակ, այնէլ այդ առավոտյան ժամերին, ես որ տեսնում էի այդ սեփական տներում ապրող մարդկանց, չգիտեմ, այդ առավոտյան են որ դուրս է եկել մարդը իր այդ տան դիմացի խոտերն ու ծաղիկներն է ջրում, այնքան էր իմ դուրը գալի այդ ամեն ինչը, ես իհարկե այդ ժամանակ ապրում էի Վարչով, ապրում էի այնպես բավականին այնպես վատ թաղամասում, հա, վատ բնակարանում, բայց ոչ մի վայրկյան կասկած չունեի, որ իմ ժամանակին ունենալու եմ, հա, լավ տուն, ունենալու եմ ընտանիք, ունենալու եմ ամեն ինչ, այն ամեն ինչը, ինչը որ հիմա ունեմ, ես միշտ վստահ եմ եղել, որ այդ ամեն ինչը ունենալու էի։ Ու ուրեմն թե այդ թռուցիկները բաժանելու ժամանակ, թե ես ուղղակի ինձ ազատ ժամանակ ունենալուց էլ հելում սկսում էի պտտվել ու գնում, ասենք, այն լավ թաղամասերում էի պտտվում, որտեղ որ իրոք ուզում էի տուն ունենայի։ Ու ոնց էի անում այդ ամեն ինչը, ասես պտտվելուց, որ ասես տեսնում էի մարդկանց այդ տան մեջ ապրելուց, չգիտեմ, այնտեղ կարող խորոված էին անում, հանդի հյուրեր էին ընդունում կամ երեխեքը խաղում էին այդ տան բակում կամ ոնց որ նշեցի, ասենք, այդ խոտերն էին ջրում, բան։ Նախ շատ ուրախանում է իրենց համար, միշտ, հա, ուզում եմ հասկանաք, որ նախանձը ոչ մի լավ տեղ ոչ մեկին չի տանում, բայց հարևանիդ համար ուրախանալը, ընկերոջդ համար անծանոթի ու ասենք հաջողություններով ուրախանալը
անպայման դա բերում է ձեր դաշտ, հա, սա էսենց լիաթոք ուրախանում է այդ մարդկանց համար, որ տեսնում էի, ասենք իրանք հասել են այդ տիպի հաջողության, ունեն արդեն այդ սեփական տարածքը, նամանավանդ որ չգիտեմ, ասենք հայ ընտանիքներ էի հանդիպում, ինչքան էլ այդ համամարտկային մեկը այլի մեր այդ հայերի մեջ այդ կա, որ սենց հայ ենք տեսնում, ինչ-որ մի հաջողության հասած են էլ օտարության մեջ, մի քիչ ուրիշ ձև ենք ուրախանում։ Այտենց անվերապահորեն ուրախանում էի ու սկսում էի պատկերացնել, իրոք, սենց քայլելով, ոնց որ կտրվում էի այդ տարածքից, այդ ժամանակից ու ես սկսում էի պատկերացնել, որ արդեն ինչ-որ մի ժամանակ ես ունեմ նույնատիպ տուն, հա, սեփական տուն, ունեմ ընտանիք, ասենք արդեն ամուսնացել եմ, իմ երազած ընտանիքն եմ կազմել, իմ երեխեքն են այդ բակում խաղում։ Ըստ մի հատ շատ կարևոր նյուանս կա, ես չէի այդ ամեն ինչը տեսնում վաղ ինչ լավ կլիներ ունենայի, որովհետև երբ որ դուք ուզում եք ինչ-որ մի բան ունենաք, արդեն ոնց որ էներգիա եք ուղարկում, որ դուք դա չունեք։ Ես այդ ամեն ինչը տեսնում էի այնպես, ոնց որ հենց ունեի արդեն։ Մի խոսքով ոնց որ տեղափոխվում էի ապագա ու տեսնում էի ու սկսում էի ապրել այն էմոցիաները, այս բայը վրա էլ ուշադրություն դարձրեք, հա, ապրել այն էմոցիաները, ապրում էի արդեն այն էմոցիաները, որը որ պետքա ապրեի հետագայում այդ հաջողություններին հասնելով։ Ուրեմն ոնց որ այս համակարգին խաբեք, հա, դուք սկսում եք, դուք ցած տեղափոխում եք մի հատ տեղ մտքով, որտեղ արդեն կա այդ ապագան այդ իրականությունը, որը որ դուք երազում եք։ Այսինքն դուք չեք ուզում, որ դա լինի, դուք արդեն պատկերացնում եք, որ դա արդեն եղել վերջացրել։ Այսի շատ կարևոր նյուանս է, սրա մասին գրքերում այդքան չեն անդրադառնում, այդ կուրսերում այդքան չեն ոնց որ շեշտադրում դնում, բայց իմ ունեցած փորձից, իմ հասկացածից ուզում եմ ձեզ փոխանցեմ, որ երևի ամենակարևոր հատվածը հենց դա է։ Այս ամբողջ մանիֆեստացիայի համակարգի մեջ, որ կարողանաք մտքով ձեզ տանեք մի հատ տարածք, որտեղ որ դուք ուղղակի ապրեք այդ իրականությունը, որտեղ որ դուք ունեք այդ ամեն ինչը որ փորձում եք մանիֆեստ անել։ Ու ոչ մի վարքյան հանգարց չլինի, վաղ ինչ լավ կլինի ունենամ, կամ չլինի, արաբես կարժանի եմ հայս դրան։ Կարող է հանգարց չլինի։ Այս էմոցիաները միանգամից սաբոտաժ են անում ձեր մանիֆեստացիան։ 100%-անոց դուք պետքա ձեր մեջ վստահ լինեք, որ դուք արժանի եք դրան, հա, ուրեմն տեղափոխում եք ձեզ այդ ապագան ու սկսում եք ապրել այդ էմոցիան, որ դուք արդեն ունեք ու ինչ բերկրանքներ կապրեք, այսինքն, չգիտեմ, ծաղիկները ջրելուց այդ ծաղիկների բույրը, այդ թարմ խոտի, ասենք, չգիտեմ, բույրը, այդ ձեր չունեցած երեխեն կամ արդեն ձեր ունեցած երեխեն, երբ որ այդ հայաթում խաղում է, այդ երեխու, չգիտեմ, ճիճը, հանդե ասենք տունը ընթրիք են պատրաստում, այդ ընթրիքի հոտն եք առնում, այսինքն դետալնի ձեզ մտցնում եք մի հատ իրականության մեջ, որտեղ որ արդեն էմոցիաներով, զգայարաններով զգում եք այն ամեն ինչը որ կզգաք, երբ որ հասնեք ձեր ուզած մանիֆեստացիային։ Հավատացեք, ընդհանրապես այսքանն է այդ ամբողջ գաղտնիքը, երևի այդ ամենամեծ գաղտնիքը։ Հիմա կանդրադառնանք իհարկե ընթացքում, թե ինչն է դրան խանգարում, հա, որ հասնենք։ Այդ խանգարող ֆակտորը, որ կարողանանք իզոլացնենք, դուրս անենք, միտքը պետքա ձեզ հրավառի անպայման, որ դուք պատրաստ եք այդ աշխատանքը տանեք։ Այդ աշխատանքը առաջինը սկսվում է մտքով, այսինքն այդ մեդիտացիոն վիճակների մեջ եք ձեզ գցում, կլինի այդ ձեր այդ երեկոյան քայլելու ժամանակ, կլինի, չգիտեմ, գիշերը քնելուց, կլինի առավոտը մեդիտացիա անելուց, այդ արդեն ինքներդ որոշեք մեքենա քշելու ընթացքում, ամեն անգամ ձեզ տանում եք այդ միջավայր, հա, որտեղ արդեն ունեք այդ իրականությունը, ինչ որ ուզում եք մանիֆեստ անեք։ Այդ կարա լինի, չգիտեմ, նյութական ունեցված, կարա լինի, ասենք, սիրած անձ, կարա լինի արձակուրդ, կարա լինի, ասենք, երեխա, մարդիկ երեխա չեն կարողանում ունենան, ուզում են երեխա մանիֆեստ անել, այդ բոլորն էլ նույն համակարգով է աշխատում։ Ուղղակի ձեզ կարողանում եք տեղափոխեք այն իրականության մեջ, որտեղ դա արդեն իրական է ու սկսում եք ապրել այդ իրականությունը մտովի։ Այնքան եք ապրում մտովի, մինչև արդեն դա դառնում է ֆիզիկական իրականություն ձեր համար։ Ուրեմն մի հատ էլ վերջնական այս 4 քայլերը անդրադառնանք, հա, ու ուզում եմ ասենք արդեն այն ինչն է մեզ խանգարում այդ ամեն ինչին հասնելու։ Միտք, զգացմունք, հա, էմոցիաներ,
այսինքն միտքը պետք է անպայման անցնի այդ էմոցիոնալ դաշտով ու հրավառի ձեզ գործողությունը սկսվում է ձեր այդ մեդիտացիաներից, այսինքն այդ մտքային գործողությունից վերջանում է, ասենք դուք պետք է պատրաստ լինեք ֆիզիկական, ասենք այս իրականության մեջ կատարեք այդ գործողությունը, այսինքն տանից դուրս գաք, հա, գնաք ու դիմավորեք մի խոսքով, եթե դա նշանակում է պետք է, չգիտեմ, երկիր տեղափոխվեք, գործ փոխեք, հա, եթե դրա համար պետք է չգիտեմ, ընկերական շրջապատ փոխեք, ուրեմն ընկերական շրջապատ պետք է փոխեք, այսինքն գործողություն, այն ինչ որ պահանջում է որ ձեր ուզածին հասնեք, այդ անպայման պետք է ունենաք, ու էլի 4-րդ երևի ամենակարևորը այդ հանձնվելու էֆեկտը, որ դուք կարողանաք անվերապահորեն հանձնվեք այդ կյանքին, հա, այսինքն հանձնվեք ու հավատաք, որ դա լինելու է։ Գործողություններն անելուց հետո դուք ուղղակի բացեք թողում իրեն։ Բացեք թողում ու սպասում եք, որ ինքը գա։ Իրան կարողք ինչ-որ մոտավոր ժամանակահատված որոշեք, այսինքն եթե դուք ուզում եք, որ դա լինի, չգիտեմ, 6 ամսվա մեջ, այնպես չլինի 20 տարուց լինի, բայց եթե 6 ամիսա բայց եղավ մի տարվա մեջ, էլի օքեյ պետք է լինի։ Կարող լինի 3 ամսից խոսքի 9 ամիս կամ 1 տարի, սենց ասեմ, հա, բայց բան է։ Այնպես էլ չլինի, որ նստեք օրերը հաշվեք, ու հետո բանանեք, վայ չեղավ, որովհետև եթե դուք նստում ու ժամանակը սկսում եք սենց հա նայել, նշանակում է չեք հանձնվել։ Նշանակում է, էլ ասենք թերավապտարոն եք վերաբերվում, հա, ուզում եք տեսնեք այդ ժամանակի մեջ տեղավորվելու է ձեր մանիֆեստացիան թե չէ։ Այդպես բան պետքա չլինի։ Ոնց որ սենց մտքի են հետևում, հա, ենթագիտակցաբար այն ինչ-որ մի ժամանակ ակնկալիք ունենում եք, բայց այդ ակնկալիքը երբ որ սկսում է երկարել, դուք ուղղակի հասկանում եք, որ ուրեմն ես դեռ պատրաստ չեմ դրան, ուրեմն պետք է ասենք ինչ-որ մի հատ փուլ անցնեմ, նոր գա, ուրեմն հեսա կյանքը կուղարկի ինչ-որ մի փուլ, ես այդ փուլը կհաղթարեմ, նորեն ինչ-որ ուզում եմ մանիֆեստացիա անեմ, կգա իմ ուղղությամբ, հա, այսինքն ոչ մի վարքյան, եթե մանիֆեստացիան ուշանում է, պետք է դա չնշանակի, որ ուշանում է։ Մանիֆեստացիան երբեք չի ուշանում, հա, պետք է սիստեմին հավատաք, պետք է հասկանաք, որ ամեն ինչ արդար է ու ձեզ հասնում այն ժամանակ, երբ որ դուք դրան արժանի եք, այսինքն եթե դեռ չի հասնում ձեզ, ուրեմն մի բան սխալ եք անում։ Ուղղակի հավատացեք, հա, հանձնվեք, հավատացեք սիստեմին, հավատացեք, որ արդար է, ուղղակի սենց բաց մտքով, բաց սրտով սպասեք, կապատեն ինչ-որ մի հատ պետք է թեթևակի փորձություն գա, դուք այդ փորձությունը հաղթահարեք, ինչ-որ մի բան փոխեք ձեր մեջ, նոր արդեն արժանի լինեք այդ ձեր ուզած մանիֆեստացիային հանդիպելու։ Ուրեմն անցնենք ոնց որ խանգարող ֆակտորներին, հա, այսինքն ինչն է, որ ձեր մեջ պետք է փոխեք, որպեսզի այդ մանիֆեստացիային սկսեք արժանանալ, որպեսզի ոնց որ ավելի հեշտ ու ավելի արագ այդ մանիֆեստացիան ստացվի ձեզ մոտ։ Ամենակարևորը դա վախն ու կասկածն է։ Առաջի հայացքից կարող է այս ամեն ինչը չընդունեք, բայց որ մի քիչ խորանում եք, հասկանում եք, թե ոնց եք դուք ինքներդ սաբոտաժ անում ձեր ցանկություններն ու երազանքները, այսինքն ներսից դուք չեք հավատում։ Ես այս բանը գիտեք, ինչի վրա եմ շեշտադրում դնում։ Ունեք երեխա ժամանակ, որ հեքիաթներ ենք, չէ՞ պատմում, կամ մեզ են պատմել, կամ հիմա էլ մենք ենք մեր երեխեքին պատմում։ Հիմա եմ այս կյանքի ես ավելի ոնց որ հասում փուլում եմ հասկանում, թե ինչքան կարևոր է այդ երեխա տարիքից այդ հեքիաթներին հավատալ, կամ ասենք, չգիտեմ, ձմեռ պապու հեքիաթի մասին հավատքը։ Այն մոտավորապես այդ ձև, հա, հիմա ես արդեն հասուն մեծ տարիքում, եթե դուք ուզում եք, որ այդ մանիֆեստացիան սկսի ձեր համար աշխատել, պետք է սկսեք այդ հեքիաթներին հավատալ։ Պետք է սկսեք, պետք է ձեզ sense մտցնեք այդ հեքիաթի մեջ, այդ տիպի sense հեքիաթային հավատք ձեռք բերեք, հա։ Այս հասուն, չգիտեմ, այս adekvat, sense ճակերտավոր adekvat, հա, կյանքը մեզ հետ է պահում այդ բանին, հավատքից մեր այս երազանքներին հասնելուն, հա, այսինքն ոնց է այդ երեխա ժամանակ այդ հեքիաթներին լսում ենք, անվերապահորեն հավատում ենք, հələ քնելուց էլ կարող էր մենք մեզ մտցնեինք այդ հեքիաթի մեջ, չգիտեմ, այդ հեքիաթի հերոս լինեինք, հա, ապրեինք այդ հեքիաթը, նոր քնեինք։ Հիմա ասենք այս ամեն ինչը այնքան sense մռայլ ու չգիտեմ, գորշ է մեր այս հասուն տարիքում, որ արդեն էլ չես հավատում, հա, որ չգիտեմ, քո հետ մի հատ ինչ-որ հրաշք կարա կատարվի։ Ու քանի դեռ չես հավատում, այդ հրաշքը չի գալի, չի կատարվում քո հետ։ Ես ինքս ապրել եմ այդ փուլը, որ հիասթափություններ եմ շատ ապրել ու շատ բան ա եղել, հա, գորշ ա դարել իմ կյանքը,
այս փառք Աստծո կարողացել եմ ինչ-որ բաներ փոխեմ իմ կյանքում ու հավատամ այդ հեքիաթին ու ասենց հավատակ թե չհավատակ այն ամեն օրվա ռեժիմը ոնց որ ականատես եմ լինում այդ հեքիաթին։ Հենց հիմա այս ստուդիան որ կա, որ ես sense նստած, իմ կոմպլեքսները հաղթահարած, նայում եմ այս կամերային ու զրուցում եմ ձեզ, ես էլ ասենք մի հատ հեքիաթ ա եղել, որ ես հավատացել եմ, որ կարող եմ սրան հասնեմ ու հասել եմ։ Վախ, կասկած, արդյոք ես դրան արժանի եմ, հա, այդ մտքերը մեր հայերի մեջ այդ մեր այդ պապենական տրավմաներն ա շատ խանգարում, որ այսօրվա օրը ոնց որ ապրենք, այսօրվա մեր երազանքները կարողանանք մանիֆեստ անել։ Ես մի հատ պրակտիկայի մեջով անցա, այս մի քանի շաբաթ առաջ, որը որ բերեց շատ սիրուն ձևի ցույց տվեց այդ ամեն ինչը, չնայած ինձ թվում էր, թե ես այդ ամեն ինչից ազատված եմ, բայց անգամ ես էլ տեսա, որ դեռ ունեմ, հա, ասենք այդ, չգիտեմ, այդ հարևան ազգերին այդ ատելը, այդ մեր այդ պապերի այդ վիշտը տանելը այսօրվա իմ առօրյայում, ու այդ էր պատճառը, որ տենց մի 10 օր առաջ մի քանի օրով գնացի Ստամբուլ ինչ-որ աշխատանք տարա, մտքային էմոցիոնալին վրա, ուզում եմ հասկանաք, որ այդ տենց բաները հենց այնպես չի, հա, եթե ուզում եք իրոք ձեզ հասանելիք այդ հեքիաթային, այդ հրաշալի, այդ գունավոր կյանքը մանիֆեստ անեք ձեր էներգետիկ դաշտ, հա, ձեր առօրյա, շատ կարևոր է, որ այդ տիպի բաները կարողանաք աշխատեք ու բաց թողեք։ Այդ հոգեբանի հետ եք ուզում աշխատեք, տարբեր ճանապարհներ կա, էլի, հիմա այս նույնս պրակտիկան ինչը որ ես արեցի, ինքը բավականին բան էր, ծանր ոնց որ քոչինգ էր։ Իմ մոտ էլ այտենց ցանկություն ու երազանք առաջացավ ու քանի որ իմ երազանքները կատարվում են, երևույթին շուտով սա էլ կկատարվի, որ այս նույն քոչինգը ես էլ բերեմ Հայաստան ու էլի եւս մի հատ ոնց որ գործիք ավելացնենք, որ ցանկացողներ, ովքեր որ հասնում են կյանքում միտեղ ու հասկանում են, որ կան բաներ իրենց մեջ, որ խանգարում են, հա, ունենան գործիքներ, որոնք օգտագործելով կարողանան բաց թողել այն ամեն այդ բլոկերը, հա։ Մի մասը, չգիտեմ, ազգային է, մի մասը կրոնական է, մի մասը կոնկրետ ձեր ընտանիքի հետ է կապված, մի մասը հենց արդեն կոնկրետ ձեր կյանքի հետ է կապված, մի մասը, չգիտեմ, ձեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ է կապված։ Այդ ամեն ինչը խանգարում է, էլի բլոկները խանգարում է, էլի, որ ձեր արժանին ոնց որ հասնի ձեզ։ Ու ընդհանրապես այդ է, էլի, այդ պատճառը, որ նայում եք, տեսնում եք մեկը, որ ձեզանից շատ ավելի քիչ, sense ինչ-որ մտային կամ թեկուզ ֆիզիկական տվյալներ ունի, բայց շատ ավելի շատ բաներ է կյանքում հասնում, քան թե դուք, ընդհանրապես նշանակում որ ավելի քիչ բլոկեր ունի, քան թե դուք, հա։ Այդ բլոկերը բան են, բացասական երևույթներ են, բայց ես ինքս այնքան շատ եմ սիրում այդ իմ մեջի բլոկերը բացահայտել, որովհետև ամեն բլոկը բացահայտելուց ոնց որ նշանակում է ես այդ բլոկը հաղթահարելուց հետո ուրեմն այլ ավելի շատ տեղ ունեմ, հա, բացելու ու ընդունելու։ Այսինքն, եթե այդ բլոկերը չկան, այսինքն էսա, սրանից ավել ես էլ չեմ կարող ընդունեմ։ Եթե ես ինչ-որ նոր բլոկ եմ գտնում իմ մեջ, էլի դա կլինի, չգիտեմ, ընդհանուր իմ ազգի հետ կապված, իմ ընտանիքի հետ կապված, թե իմ անձի հետ կապված, այն մանկական տրավմաներից սկսած մինչև հիմիկվա արդյոք ես այդքան լավն եմ օրինակի համար, հա, բլոկ կարա լինի։ Եթե ես այդ բլոկի վրա աշխատեցի, այդ բլոկը բացեցի, այսինքն ոնց որ այդ իմ այդ բենզինի բակը, հա, այդ իմ տարողությունը էլ ավելի մեծացավ, այսինքն ես կարամ էլ ավելի շատ sense ճակերտավոր ղսմատ ընդունեմ իմ առօրյա, իմ էներգետիկ դաշտ։ Բլոկները լավ բաներ են, sense ասեմ, հա, եկեք այդ բլոկների հանդեպ գիտակից դառեք, ճարեք ձեր բլոկները ու sense հատ-հատ հետներն աշխատելով, բուժելով, բաց թողելով մեծացրեք ձեր այդ տարան, այդ էներգետիկ տարան, որպեսզի ավելի շատ ձեր ցանկացածից կամ ուզածներից կարողանա ներթափանցի ձեր էներգետիկ դաշտ։ Մի հատ հետաքրքիր նախադասություն կա, ոնց որ այս մանիֆեստացիայի համար շատ է դուրս գալիս, որ միտքը դասերում է, իսկ զգացմունքները ջուր։ Այսինքն միտքը զգացմունքներով պետք է ջրեք, հա, ու համբերատար սպասեք ու ոչ մի վարքյան չկասկածեք, որ
այդ ձեր ոնց որ ցանած սերմն ու ջրածը ժամանակի ընթացքում անպայման ձեզ պտուղ է տալու։ Երևի այսքանը մանիֆեստացիայի մասին, վստահ եմ ահագին բաներ մոռացա ու չանդրադարձանք, բայց ինձ թվում է բավականին ծավալ ուներ, եկեք այսքանով սահմանափակվենք, կխնդրեմ ձեզ ակտիվ քննարկում սկսենք այս վիդեոյի տակ ու ոնց որ ավելի online ենք ու եթե զգամ դրա կարիքը կա, անպայման ոնց որ երկրորդ մասը կնկարեմ։ Ստեսություն ձեզ։